Խաղաղություն ձեզ բոլորիդ։ Տերորտնի ձեզ Արտիրոջ Էսկիա Գյորգ համար։ Մի խոսքով եմ ուզում կիսել ձեր հետ։ Որեսա մի ամիսը արդեն փորից մեջ բան եմ տալում դրան։ Չնայած կիսվել եմ ես որոշ մարդկանց հետ, բայց կուզենայի կիսվել ձեր հետ։ Շատ հետաքրքիր խոսք Աստված բացեց իմ հիվանդանոց ճամփորդության ժամանակ։ Սա գիտեք, որ ես երկրորդ անգամ եմ հիվանդանոց, այս անգամ կարդիոլոգիայի բաժինը, սրտի բաժինը։ Երբ որ առաջ անգամ հիվանդանոցից դուրս եկամ, ասի ես Տեր Աստված երկրորդ անգամ չեմ լինի, բայց տենց դարձավ, որ երկրորդ անգամ էլ ենք եւ անգամ կարդիոլոգիայի բաժինը։ Կարդիոլոգիայի բաժինում պալատում 4 հոգի ենք, մեծամասնում մարդիկ ինֆարկտից հետո են գալի եւ գալիս են ռեանիմացիայի միջով։ Այսինքն ում սկորին բերում է ինֆարկտի պատճառով, իրանք մտնում են միանգամից ռեանիմացիա։ Ամենասարսափելի տեղն է, ասեն դες ռեանիմացիա։ Ինքը մտնոլորտը անդորեկան է։ Ես այդ պալատում որ պարկած էի, հետո որ հիվանդների հետ ծանոթացանք, իրանք պատմում են, բա դու գիտես, ես ռեանիմացիա չեմ իջնել, ախպեր, ես ոտով եմ եկել։ Այդ դուք եք ինֆարկտով եք էստեղ, ես ռեանիմացիա չեմ իջնել, ոնց կարամ իջնեմ ես ռեանիմացիա։ Ես ոտով եկել եմ ասել։ Ասես, ну да. Ты можешь туда не попасть էլի, բայց ասեն, ու ինձ պատմեն, ու սկսում են ստրարգանյա տանել։ Այսինքն վախցնում են 24 ժամով իրանք են դեն, այսինքն ինֆարկտով որ գալիս է, ստուգում են ընդ որ անոթը փակալը, մի անգամից ստենդավորում են իրան։ Ես էլ ասել ես չեմ իջնել, ես ոնց կարամ իջնեմ բանման։ Հետո բժիշկ եկավ ասեց, գիտես ինչ կա, ասում է անոթների դրա կասկած կա, անոթները ստուգեն։ Ես կյանքում ստենց բան, կառանացիա, մարանացիա, ես բառերից օգտագործում, կյանքում չեմ լսել այդպես բառ։ Կառանացիան կոչվում է անոթները ստուգել, ես հաստատակից մտցնում եմ, ռաստվոր են խփում, ինչպես են շարժում են, ոնց որ ռակետի մեջ լինես, որ սա անոթները լուսավորի, դենան փակ անոթ կա, թե չկա։ Բայց ես իրանք որ ինձ ասում են ռեանիմացիայի մասին, ասել Տեր Աստված, ռեանիմացիա չեմ իջնել ես։ Բայց բանից դուրս եկա ռեանիմացիա լիճանք։ Ռեանիմացիա լիճանք, որ իջանք ռեանիմացիա ահավոր ցուրտ էր։ Ինքը ռեանիմացիայում 0-1 հարգում է, պատվալում է, էլի։ Արան պարկացին ասել, լսեք, ես հələ չեմ մեռել։ Ինչ եք ասես, խալաձենիկ, մալաձենիկը տապի տարեք։ Գիտեք, մեռել եմ, լավ այդ կոնդիցիաները անջատ եք, я пока живой ասում։ Գոռում եմ ախպեր։ Ну, մի կողմից վախից են գոռում, էլի։ Ինչն է անդե մտնոլորտը, որ քեզի բանանում ճնշում, ապարատների ձեները։ Շատ ապարատներ կա ձեն ու դու մենակով ես ընդե, բայց փառք Տիրոջի ես մենակով չեմ։ Նախարար Աստված էր իմ հետ, երկրորդն էլ մասնագետներն են ընդել։ Բայց այդպես ռեանիմացիայում թողում են քեզի 24 ժամ, ապարատները միացրած, դա երբ որ արդեն քեզի ստուգում են եւ սերնդավորում են։ Ու դու մենակ ես ընդելնում, ու պատկերացրեք 24 ժամ այդ ապարատների ձենա, տիպ, всё, տարբեր ձեներա ու ականջիդ դա 24 ժամ։ Ու դու չես կարող հելնես, կամ հելնում ես զուգարան վեդրոնա, օխտդ։ Նա սարսափելի վիճակ էլի, ռեանիմացիայի վիճակ։ Ուզում եմ ասեմ, փառք Տիրոջը, ընդ որ բրծան իրանք անոթներս նայելով, այդ ինձ ստուգող ասեց, մի վախեցի անոթների հետ ոչ մի բան չկա, փառք Աստծո ամեն ինչ լավ է քո անոթների հետ, հա։ Ոչ մեկանք ընդ հետո որ բերեն ինձ պալատ, բժիշկից հարցրի, ասեց ժամանակին կարող ստրես է տարել, զբոյ է տվել, կամ էլ թե բրանխիտ է տարել։ Բայ տաքսի տանկային աշխատել, ասել է ջուր լցնել համ թոքերի, համ քո մեջ։ Դրան բուժում է պետք։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Աստված մի հատ հետաքրքիր խոսք բացեց։ Երբ որ առաջ անգամ եմ հիվանդանոցում, երկրորդ անգամ եմ ընկել դա հիվանդացում, Աստված մի հատ խոսք է բացել եւ ուզում եմ այդ խոսքի մասին խորանանք, որովհետեւ իմ պարկած ընթացքում ընդհանրապես չի եղել մի հատ այդ խոսքը, որ ես կարողանայի օգտագործեի եւ հավատքով օգտագործեի, բայց այդ խոսքը իմանալով որ այդ խոսքը կարա իսկականից հավատքի միջոցով աշխատի իմ կյանքի մեջ։ Ես ուզում եմ բացեմ Եբրացիների 4 գլուխը, խնդրում եմ բացենք, բայց եթե կա հայերեն հարարատի թարգմանությունը, եթե կա։
Все. Եբրացիներ, Եվրայում 4 глава, 2 стих. Առաջ օրվանից պարկելով հիվանդանոց էդ էր բաց է Աստված, եւ եկուտ անգամ էլ որ ընկել եմ հիվանդանոց, էդ էր բաց է։ Իմ Եվ սկսել եմ այդ խոսքը ուսումնասիրելու, ու հասկացել եմ, թե ինչա մարա ուզում Աստված, եւ ինչա ուզում այդ խոսքով ասել։ Շատ հետաքրքիր խոսք Աստված բացում։ Ասма ибо нам оно возвещено, как и тем, но не принесло им пользы слово слышанное, но не растворенное верою слышащих. Հայերեն ոնց է դա, նա կարդացեք էլի։ Դրության Պողոս Արաքյալը դա ասում է մեզ սաղիներ։ Որովհետև մենք էլ ենք ավետիքն առել ինչպես եւ նրանք, բայց նրանց օգուտ չբերավ։ Ավետիք քարոզչության խոսքը, որովհետև չխառնվեցավ ավետիքի հետ լսողների մեջ։ Չխառնվեցավ։ На русском написано нерастворенное, слово нерастворенной веры։ Հասկանում եք, այսինքն հայերեն ուզում եմ թարգմանեմ։ Չի ձուլվել հավատքի հետ միասին։ Երկու անգամ պարգևելուց ոչ մի հատ խոսք չեկավ։ Ես խոսքը լավ գիտեմ։ Ես պահել եմ Աստծո ողորմությունով քարոզում եմ ստից։ Ես պահել եմ խոսում եմ Աստծո խոսքը։ Բայց մի բան էլ հարց տվել Աստվածը։ Դու իսկականից հավատ ունես դու։ Այսօրվա դրության ո՞րն է ձեր կյանքում խոսքը, որ դու ձուլել եք հավատքի հետ, եւ այդ խոսքը ձեր կյանքում արդյունք հատվել։ Որ մի խոսքը, որ դու կարողանաք բռնեք այդ խոսքից ու հավատքով օգտագործեք այդ խոսքը եւ այդ խոսքը ձեր մեջ արդյունք բերի։ Աստվածաշունչը Պողոս ասում է, իրանքեր են լսել Աստծո խոսքը։ Իրանքեր են լսել Աստծո խոսքը։ Այսինքն մենք այսօրադության լսում ենք Աստծո խոսքը։ Այսօր ստատուսների մեջ այնց խոսքեր կան ղրկում մարդիկ անդե կոմենտարի են գրում բոմբա, այս ինչ խոսքեր քեզ գրում, այնքան ստատուսներով զասիպացանեմ, այնքան Աստվածաշնչի մեջ ֆլամաստիրով բանանաճ խոսքեր ունեմ, որ զարմանաք դու։ Ես էլ հետո որ Իվանովնից դուս եկան բացեցին, այնքան տեղեր կա, որ ես բան եմ արել, նշումներ, բայց ոչ մի խոսքը չօգտագործին։ Որովհետև ես այդ խոսքը լսել եմ, բայց այդ խոսքը հավատքով չի ձուլվել։ Դրա համար ասում է Պողոս ասում է, обязательно нужно, что то, что вы слышите, вы приходите сюда, обязательно то, что ты слышишь, она должна раствориться. Եթե դու հաց ես ուտում, հացը ընկնում է ստամոքսիդ մեջ։ Այդ հացը պետք ինչ անի, оно должно перевариться в вашем организме. Организм вырабатывает сок, который растворяет эту пищу. Слово, которое вы принимаете, те люди, которые приходят просто, чтобы ներկաբացակա դնեն, դա սուտ բան է այսօրվա դրության, դրանց շատերը անապատում մնացել են։ Այդ օրինակը, որ Պողոսը բերում է, նա հին ուխտից է բերում այդ օրինակը։ Այդ ով որ լսել է խոսքը եւ խոսքը չի ձուլվել հավատքի հետ, հին ուխտի ժողովրդի մասն էր ասում, որ Աստծո հրաշքը իր աշկերով տենալով չհավատացին Աստծո խոսքին, որովհետեւ իրանց հավատքը չի ձուլված խոսքի հետ միասին։ Դրա համար ասում է, մի սերուն մնաց անապատ։ Այսօրվա դրության կա խոսք, որ դու կա, ես երկու անգամ մտամ հիվանդանոց, մտամ միջով գետնի տակը, մի հատ այնս խոսք չկարացամ օգտագործեմ հավատքով, որ իմ կյանքի մեջ ուժ տա։ Լսեք, դու կարաս գաս, լսես թե խոսքը։ Կարաս լավ քարոզիչին լսես, որ արա вообще ասես սով այս բոմբա, բայց դուս գաս քո կյանքիդ մեջ օգուտ չտա։ Քու այդ Աստվածաշնչի, որ դու ֆլամաստերով սենց փոզում ես, կամ ստատուսների մեջ գցում եմ սենց, նա օգուտ կարա չտա քո կյանքիդ մեջ։ Она останется написанной словами. Поэтому я շատ եմ մտածում, թե ոնց վերնագրեմ այսօրվա քարոզը, оно называется так, я его так назвал на сегодня, проповедь, как когда слово остается на бумаге, епа խոսքը մնում թղթի մեջ, եւ բանը վերնագիրը, քարոզի վերնագիրը, կոչվում է слово нерастворенное верою. Слово не растворяется верою. Если գրել եմ ինչ որ հիվանդանոցում գրել եմ
Ինքս ինձ եմ այդ առաջնահերթին գրել։ Ինքս ինձ եմ այսօրվա դրության առաջնահերթին գրել։ Իմ ստացած խոսքը, որ մի հատ խոսք, որ իմ կյանքիս մեջ ինքը իսկականից գործել է, ես դրան հավատքով ընդունել եմ, գործել է, ուզում եմ հիշել, որ գետի տակին օգտագործեմ, էլի։ Լրիվ խոսքերը, որ ես օգտագործել եմ, դա միայն խոսք է էլի։ Ես ասել եմ, երբ որ մտնեմ, բան ունեմ, մանվան շուքի ձորը դրել ես ընդելելու, բայց հասկանում եմ, որ դա պրոստը խոսք է։ Я знаю, что это просто слова. Просто слова. Да միայն խոսք է, ուրիշ ոչ մի բան։ Այսօրվա խոսքը ինչ համար եմ ուզում, ես էդի կարճ խոսք է, բայց ես կուզենայի շատ մոմենտին մենք աղոթենք դրա մասին։ Ուզում եմ հրավիրեմ ձեզ աղոթքի, որովհետև շատ մարդիկ այսօրվա դրության չկան, շատ մարդիկ հիասթափվում են ասում, շատ մարդիկ այսօրվա դրության չեն էլ ուզում դաժե ասում մասին լսել, որովհետև իրանց կարծիքով, իրանց հասկացողությունով չի բռն Տիրոջ խոսքի հետ, չի համընկնում Տիրոջ խոսքի հետ։ Իրանք չունեն այդ հավատքը, որ կարան ձուլեն ասո խոսքը։ Անպայման է, որ դու խոսքը լսում ես, ինքնիկ ու ստամոքսիդ մեջ, նա պետք է ձուլվի։ Գիտեք, մեր խնդրեմը ինչի մեջ է։ Երբ որ խոսքը չի ձուլվում մեր հոգևոր ստամոքսի մեջ, այն ժամանակա չի ձուլվում, երբ որ դժվարությունը գալիս է քո կյանքիդ մեջ, երբ որ գալիս է քո կյանքիդ մեջ դժվարությունը, քո կերած Հիսուսին, որ դու ուտում ես, որ կոչում է խոսք, դու չես թողում Հիսուսին ձուլվի քո ստամոքսիդ մեջ, որովհետև դժվարությունը չի թողում։ Մի հատ քուրիկ ունեմ, ասեց Արսեն եղբայր, բա ոնց անեմ աշկի տեսածի հետ, որ չի թողում քեզ Հիսուսին ձուլի իր ստամոքսի մեջ։ Ես ասում եմ, այդ ամբողջ դժվարությունը, քուրս, որ քո կյանքիդ մեջ տեղի է ունենում, մի հատ պատճառ գոյություն ունի, чтобы притупить твои физические глаза, чтобы работали духовные глаза. Поскольку твои физические глаза видят, духовные глаза видеть не будут, ты одержать победу не сможешь. Քանի որ դու ասում ես, բա աշկի երևույթի հետ ինչ անեմ Արսեն եղբայր, ու ինքը լացելով էլի դա ասում։ Ասում եմ, ուզում ես թե չէ, դու Հիսուսի երեխեն ես, ինքը պետք է տանի քեզի, որ ինչ անի, չորցնի քո ֆիզիկապես աշկի տեսածը, որ սկսի աշխատի Հիսուսի աշկերը։ Ես էլ եմ ուզում կրկնեմ, իմ դժվար ժամանակ, երբ որ ես հասկանում եի, իմ հավատքը սպարտվում էր, որովհետև ես իմ աշկի երևույթի վրա էի նայում, ասի Տեր, ես պարտվում եմ այս պատերազմը։ Ես խնդրում եմ, դու քո աշկերը տուր, ես քո աշկերով կարամ տենամ։ Մենակ որ քո աշկերով տենամ, որովհետև քո աշկերի մեջ միայն խախտություն կա, հաղթություն, մարդ հաղթում է Հիսուսով։ Բայց քանի որ ես եմ իմ աշկի տեսածով տենում, ես պարտվում եմ։ Եվ այդ դժվարությունը չի տալում, որ այդ խոսքը, որ մենք հիմա լսում ենք, ընկնի մեր հոգևոր ստամոքսի մեջ եւ ձուլվի ընդ եւ ինքը իր վիտամինները տա մեր հոգևոր մարմնին, հասկանում եք դու։ Դու կարաս բարձր խոսած, դու կարաս լավ քարոզիչ լինես, դու կարաս լավ լսող լինես, դու կարաս բարձր ամեն անես, բայց դու զգաս թե այդ խոսքը քեզ օգուտ չբերի։ Դրա համար հարց ու քեզի, որ մի խոսքն է քո հոգևոր ստամոքսի հետ, քո հավատքի հետ ձուլվե եւ քեզի հրաշք, ասենք, գործողություն արեք քո կյանքիդ մեջ։ Երկու անգամ ուզում եմ հիշել, ոչ մի հատ խոսք ուղիս մեջ չտեղը, որովհետեւ ոչ մի խոսքը հավատքով չեմ ընդունել։ Ես հիացել եմ խոսքով։ Ես ուզում եմ խոստովանել, հիացել եմ այդ խոսքով, բայց այդ խոսքը չի մարսվել իմ մեջ հավատքի հետ։ Եթե մարսվեր, ռեանիմացիայում ես դիտի կօգտագործեի, եւ այդ խոսքը կաշխատեր իմ կյանքիս մեջ։ Հասկանում եք ժողովուրդ։ Շատ ցավալի բան է։ Այո, խոստովանում եմ ձեզ, դուք իմ քույր եղբայրներն եք։ Եթե այսօր դրության ես հրճակում եմ, ասում այ դա քույր, Աստծո անունով դու բժշկված ես, եթե դու դա հավատքով չձուլեցիր քո ստամոքսի մեջ, ու ասեցիր ամին, քո ամինը կոպեկի արժեք չունի։ Չունի կոպեկի արժեք։ Նա պետք է մտնի քո ստամոքսը եւ հավատքիդ հետ ձուլվի։ Լուբոյ ուտելիքը, որ մարդ ուտում է, ընկնում է ստամոքսի մեջ, ստամոքսը սոկ արտադրում եւ սկսում է մարսել այդ ուտելիքը։ Եվ ինչքան պետք է վիտամին ինքը վերցնում է իրան, մնացածը դուրս է գալ։ Դրա համար Պողոս ասեց, поэтому он сказал, ибо и нам оно возвещено было, как и тем, но не принесло им пользы слово слышанное, не растворенное верою слышавших. Այլա։ Ուրեմն զգուշանանք, քանի դեռ նրա հանգստի մեջ մտնելու խոստումը մնում է, ձեզանից որևէ մեկը դուրս չմնա, որովհետև մեզ էլ է նրանց պես ավետվել, բայց խոսքը լսելը նրանց օգուտ չբերեց, քանի որ լսողների մեջ հավատքով չներթափանցեց։ Ինքը չձուլվեց իրանց մեջ։
Եվ ես խնդրեի իմ եբրացիները Վասիկ ջան նստի գիրքը տուր 3-րդը 7-րդից միջով 10-ը ասեն քեզի ինքը խիա գրում է խի գրես Պողոսը դրա մասին Նրա համար, ինչպես Սուրբ Հոգին ասում է, այսօր, եթե նրա ձայնը լսեք, 7-8 մի խստացնեք ձեր սրտերը, ինչպես բարկանալու ժամանակում փորձության օրը անապատի մեջ, ուր որ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ և տեսան իմ գործերը 40 տարի, 10-ել, ահա 10-ել նրա համար զզվեցի այն ազգից և ասեցի, միշտ մոլորվում են սրտով, և նրանք չճանաչեցին իմ ճանապարհները։ Պողոս Արաքյալը դա հին ուխտից է վերցը դա ծննդոցից է վերցը որ իրանք տեսել են Աստծո հրաշքները իրանց աչքերով տենց էլ չհամաձայնան տենց էլ հավատքը ներգործություն չարի որտեղ եկավ մի հատ փոքր դժվարություն իրանք ասեցին բա ջուր որտես մեզի հաց որտես մեզի նույն բանը Պողոս ասում է մեր հիմա կյանքի մեջ է այդ ժողովուրդ ջան մենք բարձրաձայն ասում ենք որ մենք հոգևոր ենք մենք հավատացել ենք բայց որ դժվարությունը գալիս է ես ասում եմ պարկածնդե մի հատ խոսք չեկավ իմ ուղից մեջ այն խոսքը որ հավատքով ձուլված լինի եւ այդ խոսքի համար իր էֆեկտը տա իմ կյանքից մեջ իր մոտ բրասացը սլավամի տա ես Աստվածաշունչ չգիտեմ փառք Տիրոջը բայց իրոք այդ ինչ որ ես լսել եմ ինչ որ ես օգտագործում եմ ինքը իմ կյանքից մեջ ինչ ա բերել ձուլված է դա իմ մեջի հավատքի հետ որ Պողոսն ասի Աստվածաշունչում մի հատ պատմություն կա Վարսիկ Քուրջան որ ես ապշած է հիվանդանոցում որ ես այդ հայտնությունը ստացամ ես դուժը զանգեցին քույրիկների ու սկսեցին կիսվել ասում եմ Աստված հայտնություն տվեց ինձ որ Աստված իր հավատարիմ մարդկանց ոսկորների մասին էլ մտածել լսի հավատարիմ մարդկանց ոսկորների մասին էլ մտածել ուզում եք պատմեմ այն պատմությունը ձեզ որդից եմ ես այդ վերցե որ ինքը դաժե իր նվիրված ով որ հավատքով ձուլում է խոսքը իր ոսկորների մասին էլ մտածել դա Հոսեփն է Հոսեփը ժողովուրդ ջան ես ուզում եմ բացել մի հատ բացենք այդ տեղը ու կարդանք իրար հետ միասին այսա մի րոպե значит Бытие 50 глава 24 стиха Ծննդոց 50-24 Ո՞յ կարդան Եվ Հովսեփն իր եղբայրներին ասեց. Ահա ես մեռնում եմ, եւ Աստված անպատճառ ձեզ այցելություն է անելու, եւ ձեզ այս երկրից հանելու է դեպի այն երկիրը, որի համար ինքը երթում արավ Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին։ Դальше до конца читай. Եվ Հովսեփն Իսրայելի որդկանցը երթում անել տվավ ասելով. Աստված անպատճառ ձեզ այցելություն է անելու, եւ իմ ոսկորները այստեղից հանեցեք։ Եվ Հովսեփը մեռավ 110 տարեկան եւ զմռսեցին նրան դրին մի տապանի մեջ Եգիպտոսումը Մի մարդը որ Եգիպտոսի պրեմիեր-մինիստրն է ինքը պրեզիդենտից հետո երկրորդ մարդը որ ոչ մի բանի կարիք չուներ բայց սա իր կյանքը երիտասարդ ժամանակին պահում էր Աստծո խոսքը իր սրտի մեջ եւ այդ խոսքը այնքան էր ձուլվել որ հասել է իր ոսկորներին հետ Պատկերացնում եք դուք ինչա կատարել որ երբ որ ինքը մեռավ իր մարմինը բալզամիր վտեն արել Վարսիկ 40 տարի Հովսեփի դագաղը տանում են այսպես ֆռռցնում են անապատով մեջ Հովսեփի դագաղը հələ պատկերացնում եք դուք Աստծո հավատարմությունը եւ Աստծո խոսքի հավատարմությունը 40 տարի ֆռռցնեն դագաղը բացեն ուսինյա մեջ բալզամը գցեն նորից ծածկեն նորից քշեն վրեն մարդ կար որ 40 տարի սերունդ էր փոխում բայց իր դագաղը բացվում էր քսում էր նորից տանում էր 40 տարի մահացավ սերունդ ընդ մի սերունդ մահացավ ընդ ոսկորները մնացին ընդ բայց Հոսեփի ոսկորը մտավ քահանայի այդ պատկերացնում եք դուք ինչա կոչվում որ խոսքը որ դու լսում ես ձուլում ա քո հավատքի հետ դա Եգիպտոսի պրեմիեր-մինիստրը ապրում էր մենակ այդ խոսքով որ ինքը լսել է իր հորտանը որ Աստվածը Աբրահամին ինչ ա խոստվել դուք հասկանում եք ինչա նշանակում խոսքը լսելը եւ հավատքով ընդունել Աստված իր հավատարիմ մարդու ոսկորների մասին էր մտածել որ այդքան թերավատող շավատախով մարդիկ մահացան պուստինյայում
кости остались там, но кости Иосифа зашли в ту землю, которую Бог обещал им. Вот эта вера, вот это слово, которое растворилось верою до самых его костей, что Бог позаботился о его костей. Бог позволил, чтобы его тело бальзамировали. Такого понятия вообще не было. Потому что потом, дальше мы видим, как Бог запрещает даже прикасаться к мертвым. А Иосифу он сказал: забальзамируйте его. Забальзамируйте. Его последнюю волю я исполню, говорит Бог, за то, что он услышал мое слово и поверил в него. Авраամը չմտավ, Մովսեսը չմտավ, բայց Հովսեփը մտավ։ Հովսեփը քնար մտավ։ Ես ուզում եմ, որ մենք նայենք հայլի մեջ եւ ասենք մենք իրոք հավատում ենք Աստծո խոսքին։ Ինչի մեր կյանքում հրաշքը տեղի չունենա։ Ինչ ձև ես ուզում դու, որ քո կյանքիդ մեջ հրաշքը տեղի ունենա, ինչ ձև։ Հոգևորության մեջ հրաշքը տեղի ունենա Աստծո խոսքի հիման վրա։ Այն խոսքը, որ դու ընդունում ես եւ ձուլում ես դրան հավատքով։ Խոսքը, որ դու ընդունում ես, դա պետք է ձուլվի։ Եթե ուզում ես, որ ինքը այդ վիտամինները տա քո մարմնին, դա պետք է ձուլես բանի հավատքի հետ։ Ուրիշ ձև չկա։ Դրա համար Պողոս ասում է, իրանք էլ են լսել։ Այդ խոսքը լսել են, այդ հրաշքը տեսել են, բայց հավատքով չեն հավատացել, չեն ձուլել այդ խոսքը, որ իրանք ստացել են։ Դրա համար մենք այսօրվա դրության հրճակում ենք այդ խոսքը։ Մենք ընդունում ենք խոսքը, մենք գրում ենք այդ խոսքը։ Բիբլիայում այնքան պատճառ ու թեմարը որ գնա գալիս են, բայց դժվար ժամանակ որ մի խոսքն է, քո կյանքիդ մեջ որ մի խոսքն է հավատքով օգտագործվի, որ դու կանես նա վկայես ասես, լսի, ես այս խոսքը վերցել եմ, այդ խոսքը հրաշք դարավ իմ կյանքից մեջ։ Խոսքը պետք է հրաշք դառնա քո кյանքիդ մեջ։ Հասկանում ես, խոսка պետք է կյանք դառնա քո կյանքիդ մեջ։ Если слово, которое мы читаем, оно не творит чудеса в нашей жизни, грош цена этим словам. Все равно Бог будет проводить тебя через свое слово. Иосиф слышал в отцовском доме о Слове Божьем, когда Бог обещал Аврааму это. Ինքը խոսք նալսի հայջան։ Ինքը խոսք նալսի ժողովուրդ, որ Աստված Ավրամին խոսք ատվե Քանայի երկիր։ Երբ որ եկել է ժամանակ, որ մերնի ինքը աղբերներին կանչեց, արա ասես, դե լավ չզգաք, հա։ Աստված այցելելու է ձեզ։ Եթե ոնց կեն ձեզ ասեմ, կաբուտ ասում միասին նա ցեղանա նստածել է։ Չէ, ինքը նստած չի էլ է, սեդա։ Ինքը իր հորտունը լսել է այդի։ Իր հերն է իր պատմում։ Պապա, ես ինչ ենք անում մենք։ Պապան ասում է, լսի Հոսեփ, մենք այդ մենք ընդ որտե որ Աստված Ավրամին խոսք ատվե։ Ինչ է խոստվե, Ավրամին է խոստվե։ Այդ մենք այն երկիրը մենք։ Ու այդ երեխեն իրական ջին օղարես մի չվերջ է դժվարություն անցնելով մենակ մի խոսքին էր բռնվել, որ Աստված պետք է այցելի իր եւ Իսրայել ազգին հանի Քանայի երկիր։ Премьер-министр Нело, роскошная жизнь, у него была прекрасная жена, прекрасная семья, но он держался Слова Божьего. Он верил в Слово Божие. И он լավ ընտանիք ուներ, ինքը դեմք էր, Եգիպտոսում դեմքերի դեմքն էր։ Ասում եմ, մենակ, фараон говорит, только этот трон меня ставит над тобою, а остальное весь Египет должен подчиняться тебе. Весь Египет, который процветал, и культурно процветал, и во всем процветал, и он процветал. И фараон его очень сильно любил, и народ Египта его любил. Но слово, которое Богом его открыто было, вот здесь у него было и здесь. Постоянно Марсом. Եվ երբ որ ինքը լավ հարուքանի տարեկան կանչեց աղբերին արա ասեց, դե մի ստավ կարեք, հա դեզ լավա իմ շնորհքով, բայց մի բան իմացեք, Աստված պետք է այցելի ձեզ։ Բայց իմ ոսկորները մի թողեք, ել էստեղ խնդրում եմ ասեց։ Լսեք, պրոստը հիմա շարունակություն եմ ասեմ, երբ որ եկամ պալատ Сак սկսացին խնդալը, որտեղ սաղն էլ ունեին ֆակտից հետո ասում, Արսեն, это ты хвастался, что ты не спустишься под землю. Ես իրանց բան եմ ասում, вы кроты подземные, էլի։ Ասում, ты тоже кротом стал, ты тоже пошел под землю։ Դրանից հետո սա հեչ, ասենք կապում են, սրսում են կաթիլներն է ֆիզրաստվորով, երկու ձեռդ ու պատկերացնում ես դու, ու շարժվելու չես կարող։ Դու չես կարող դուզ գազ դուզ, որտեղ երկու ձեռդ մտնում են։ Իշքան վենակար, իշքան ծակա Վենիկից մեջ կա։ Սա դերի նարկամանների դերներն են։ Ամեն կասի նարկաման է ես։ Ու դու պարկած անկարողի նման։
իրոք ոչ տակավորի նման կարող ես, էլի։ Ոնց կարաս բարձրանաս, որ երկու կողմից կաթիլային է այդ։ Մեկը ֆիզրաստոր է այդում, մեկը լեսի միջն կաչատ անում, ֆիզրաստորը կաչատ են անում, որ այդ հեղուկը մեջից հանեն։ Ու դու պետք է պարկես, որովհետև այդ ռաստորը պետք է 45 րոպե մեջդ լցվի։ Ու այդպես չես կարող 15 րոպե պարապանաս, դու 40 րոպե մեջքի վրա պարկած մնաս, որովհետև երկու իրանից սիստեմա է միացրած։ Խնդում եմ ես, ոչ խնդում եմ վրա, չեմ խնդում եմ վրա, չեք պատկերացնում, ասում եմ, ոնց էլի, ասի Տեր դու ոնց թույլ տվիր, որ ես ընկամ բան, ռեանիմացիա։ Ես մի բան հասկացամ, որ Աստված իմ հետ խոսած, существует такое понятие, как радикальное послушание, да? Ես չգիտեմ հայերեն ոնց է радикальное послушание, само слово радикальное это как вообще, как можно понять? Это гербнакан, ча? А? Радикальное послушание, да? Ապրես, давай բառ օգտագործենք։ Ամբողջովին։ Մի բան հասկացամ ժողովուրդ, որ Աստված ասեց, որ ինքը ամբողջովին վստահություն է ուզում քեզից։ Լսի, պետք է մի գետնիներ կբացի կմցնի քեզին դե, անդից կհանի։ Մի բան է ինքը Աստված մեզնից պահանջում։ Վստահություն, աշոտ, վստահություն։ Դժվարությունը մարդու կյանքի մեջ տեղի ունենում մի դեպքի համար, որ մարդ սկսե ռադիկալնի վստահի Տիրոջը, ռադիկալնի վստահի Տիրոջը, որ իր ամբողջ կյանքը, իր շնչառությունը, իր ամեն ինչը պարունակվի Աստծո հետ, ժողովուրդ ջան։ Я понял, что от меня хочет Бог. Дальнейшее мое движение с Богом, если не будет вот этого радикального послушания и доверия Богу, ничего не сможет произойти в твоей жизни. Ты будешь религиозным человеком. И слово, которое ты будешь говорить и читать, она не будет менять, потому что она не растворяется с верой. Շատերը այսօրվա դուրցան մենք նայում ենք եկեղեցու քանակները, բայց որ նայես անդե հավատացյալ չկա։ Անդե հավատացյալ չկա, բայց սաղն էլ ունեն ուժեղ ինֆորմացիա։ Այսօր ինֆորմացիայի դարա, այսօր սատանեն մարդուն ինֆորմացիայով է գրավում։ Ես պատմել եմ Մարտին Լութերի վկայությունը, եթե հիշում եք Մարտին Լութերի վկայությունն եմ պատմել, երբ որ Մարտին Լութերը զարթանում է քնից, ինքը հրապարակի մոտ էր ապրում, եւ տենում է շատ մարդկանց ձեներ է գալում ընդ։ Ասում է հելն եմ տենա մեսիջ ջնա գալում էլի։ Հելը տենում է հրապարակում Շուշանքուր, շատ մարդիկ են հավաքված։ Ինչքան ինքը մոտիկանում են, ինքան Աստծո խոսքեր ինքը լսում։ Եվ քաղցր ձևով, համով ձևով, ճարտար ձևով, այնքան համով քարոզ է լսում ինքը, որ ձենի վրա գալիս էր, ասում այդ ամտենամ ով է սենց քաղցր ձևով քարոզում։ Երբ որ մոտիկանում են ինքներ Մարտին Լութերը բոյ կարճ ելնում, ժողովուրդն է շատ ելնում։ Ասում է կանի կողքով անցնեմ, կողքից մտնեմ լատ քարոզիչին մի հատ տենամ։ Երբ որ ասում է կողքից մտել եմ, որ քարոզիչին տենամ, ասում է տեսամ քարոզիչին, բայց ասում է իր այդ շորի տակից ոչ է սենց բուլդանը։ Ու ես հասկացամ, որ դա սատանեն է։ Ասում է մոտիկացամ իրան եւ ասեցիմ սատանա դա դու ես, ասում է հա։ Ինքը չասե որ չէ։ Ասում է սատանա, բա ո՞նց ես դու տես քաղցր իմաստուն գիտուն ձևով քարոզում խոսքը։ Ասում է Մարտին, դու մոռացել ես ես ով եմ։ Ասում է ես եզնից Աստվածաշունչ ավելի լավ գիտեմ, բայց մեկը կա որ դու քարոզում ես խոսքը, մեկն կա որ դու ապրում ես խոսքով։ Դա երկու տարբեր բան է։ Դրա համար Պողոսը բարձրաձայն գրում է, ասում է կա խոսքը, որ դու ուղղակի լսում ես, բայց կա խոսքը, որ ձուլում է քո հավատքի հետ եւ իսկականից հրաշք է բերում քո կյանքիդ մեջ։ Երբ որ ասում են, որ Հիսուսյանով այդակոր դու բժշկված ես, դա պետք է դու հավատքով ընդունես։ Դա պետք է ձուլվի քո ստամոքսիդ մեջ հավատքի հետ միասին, որ քո ամբողջ մարմնի բժշկություն տա։ Այլ ոչ թե կարնես ուղղակի ասես ամեն, ամեն, ամեն։ Եկանք այսօր իրակ յուրել էսա եկան, ներկա բացակայդերին, լսեցիմ ես քարոզիչին, չլսեցիմ ես քարոզիչին, ինչ տվեց այդ խոսքը ընդունեցին ես Շուշանքուր ջան, այդ խոսքը ձուլվավ իմ հավատքի հետ թե չէ, այս խոսքը ինչ փոփոխություն բերեց իմ կյանքի մեջ, երբ որ դու այսօրադության գալիս ես լսում ես քարոզիչին, գալիս ես այդ քարոզիչը իր եսիմ հոր մասի չի խոսում, ինքը խոսում է Աստծո խոսքը, որ դու վերցես, պրոստը տակ չվերցես, ինքը խոսքը ինքը իրանով հրաշք չի գործի, միջով դա քո հոգևոր ստամոքսում հավատքի հետ դու չդուլես էդի։ Ինքը քարոզիչը մի մեղադրեք, եթե այսօրվա դրությամբ
քարոզած խոսքը ձեր կյանքում չի փոխում ոչ մի բան, խնդիրը ձեր մեջ է։ Խնդիրը իմ մեջ է, որ ռեանիմացիայում մի հատ խոսք չկարացայի գտնել, որ ես դրան հավատքով ձուլեցի եւ ինքը ինձ օգուտ տա։ Հասկանում եք դու, ինչքան կարևոր է որ լսած խոսքը, որ դու լսում ես, ձուլվի քո մարմնի մեջ, քո հոգեվոր մարմնի մեջ ձուլվի։ Անպայման է, բայց մենք գիտեք, դժվարությունը գալիս է, մենք չենք թողում որ մարսվի։ Շատ մոմենտին մենք մատը տալիս ենք մեր բերանը հետ ենք տալի, որովհետեւ դժվարությունը չի թողում։ Դժվարությունը չի թողում։ Ասում Արսեն եղբայր բաշկի երևույթը։ Իր աշկի երևույթը այն քայլի է տանում, որ այն խոսքը, որ ինքը ուտում է, այն ուսուցումը, որ ուտում է, չի թողում, որ ինքը մարսի իր ստամոքսի մեջ։ Մատը գցում հետ է տալու։ Արա մի տուր։ Մատը մի տուր։ Մի հետ տուր այդ խոսքը։ Մարսի միջով վերջյան հավատքով։ Ու դու տես իտոգում ինչ է դուս գալ։ Ու դες իտոգում ինչ հրաշքա տեղի ունենալու քո կյանքիդ մեջ։ Արա թողեք թո ձուլվի Հիսուսը ձեր մասը։ Հիսուսը կա խոսքը, եթե դու Հիսուսը իր կյանքի մեջ ինքը ասում է, ով որ չուտի իմ մարմինը եւ չխմի իմ արյունը, ինքը իմ հետ բաժին չունի ընդհանրապես։ Ինքը դա հենց դες չի ասը։ Հələ պատկերացրա դու Հիսուսին խաղաղություն ես ընդունում։ Դու վերցնում ես այդ հացը ուտում ես, դու ինչ ես ուտում։ Դու ինչ ես հիշում այդ ժամանակ։ Ես հիշում եմ ոնց եմ ես Հիսուսի մարմինը ուտում։ Որ խմում ես այդ գինին, դու ինչ ես հիշում։ Ես հիշում եմ այն, որ խմում եմ Հիսուսի արյունը, ես չգիտեմ դու ինչ ես հիշում այդ ժամանակ։ Բայց շատ մարդիկ, որ այդ խոսքը հավատքով չձուլեցին, ասացին ոնց կարանք մենք լսենք, ես սովոր էի չի խոսում։ Բայց Հիսուսը խի այդ բառը ասեց իրանց։ Որ ինչա գանիբալ են իրանք, եթե մարդակեր են իրան։ Դաժե եթե մարդ խոսքի համար ինչ-որ մի տեղ ընդունի եւ ասի իսկական էս էսի գանիբալի ոգի ունի։ Բայց 11 հոգի մնացին, չէ՞ Աշոտ ջան, որոնք ձուլեցին դա հավատքով։ Երբ որ Պետրոսին ասեց դու ուզում ես, դու ես ուզում ես, ասում ես քեզնից ոնց հեռանա։ Քեզնից կյանքի խոսք է բխա։ Այդ կերի մարմինը եւ խմի մարմինը դա հենց այդ կյանքի խոսքն է, որ Հիսուսից բխում է այսօր, ժողովուրդ ջան։ Հիմա հերթը ասում եմ ես, մենք ոնց են մարսում Հիսուսին։ Մարսում ենք, թե ցերներս մցնում հետ ենք տալ։ Երբ որ դժվարություն այլն, երբ որ Իսրայել ազգը անապատում դժվարություն, բա ջուր չկա խմելով, այսպես դու ես մեղավոր ու սկսում են փորձել։ Հիսուս Աստված ասում է, ես այնքան բան արեցի դեզ համար, չնայած դուք այդքան փորձեցիք, այդքան փորձությունից հետո մեգա դուք չհավատացիք ինձ։ Դրա համար ասում է դուք իմ հանգիստի մեջ չեք մտնի։ Դրա համար իմ հանգիստի մեջ դուք չեք մտնի։ Այդ իմ էքսկուրսիան, ամբողջ էքսկուրսիան մի ամսվան այն օգուտը բերեց իմ կյանքի մեջ, որ ես մի հատ հեղափոխություն անեմ իմ կյանքիս մեջ, որ դառնամ իսկականից հավատացյալ ժողովուրդ։ Արեք իսկականից հավատացյալ դառնանք։ Իսկականից հավատանք խոսքին, որ խոսքը այսօրվա դրություն փոփոխություն տա մեր կյանքի մեջ, որ խոսքը ձուլվի, մարսվի մեր մարմնի մեջ, իր վիտամիններով սնունդ տա մեր մարմնին։ Այլ ոչ թե ինքը մենակ վերած լինի, ամենակ ստատուսների մեջ դնեմ, անատուրը մարդիկ որ նայում են ասում են այսով այսի գենիա կոնկրետնի, այսի մощный հոգևորը, այդ չէ իմանում երկու անգամ գնաց ու պրակոլ արեց, ընդ ինչ ինձից մощный գենիա է ախպեր ջան։ Նայում ես քեզ ասում ես ով, նու ու պոպից ասած, ես ինչ եմ անում ես։ Այն հոգևորությունը որն է ժողովուրդ։ Որն է հոգևորությունը, արեք ինձ բացատրեք, արեք հասկացրեք ինձ այդ խոսքը ձեր ուղի մեջ, ձեր ստիտի մեջ, ոնց եք հասկանում Պողոսի ասած խոսքը։ Ասում է, и слово открой, пожалуйста, это Евреям 4:2. Я хочу, чтобы вы его прочитали. Дали себе объяснение, пожалуйста. Еще раз прочитай просто. Որովհետև մենք էլ ենք ավետիքն առել ինչպես եւ նրանք, բայց նրանց օգուտ չբերավ ավետիքի քարոզության խոսքը, որովհետև չխառնվեցավ հավատքի հետ լսողների մեջ։ Այսինքն հիմա այդ ավետիքը մենք էլ ենք չէ՞ ընդունում, ես ճիշտ եմ հասկանում, հա, ժողովուրդ ջան։ Հիմա այդ ավետիքը ձուլվում է, բան հավատքի հետ թե չէ, այդ խոսքը ձուլվում է խոսքի հետ թե չէ, այդ հարցը դրանում է։ Թե մենք մենակ սովորենք տրտմել դժվարությունը գա բենզինը լավ 120-130 ռուբլի։ Ես այնքան հանգիստ եմ ել հետո հիվանդանոցում, չէ պատկերացնում։ Ներվերս անջատած, կոնկրետ ինձ ոչ մի բան չէր տակրում։ Ես մենակ իմ հույսը դրել եմ Աստծո վրան Վարսիկ ջան։ Ոչ մի բան չէր տակրում։ Թե վաղը ինչ պետք է լինի, ինչ եմ անելու, ոնց եմ անելու, վարձը ոնց եմ տալու, ավտոյի վարձը ոնց եմ տալու։ Այնպես խաղաղություն էր իմ կյանքիս մեջ։ Ես ընդ հասկացել եմ, թե ինչ է նշանակում իրոք վստահել Աստծուն։
իրոք վստահել, այլ ոչ թե աշկի երևույթին նայել, որպես ոնց որ մեր քունն ասել, լացելով, բա աշկի երևույթի հետ ինչ անեմ։ Ամենամեծ թշնամին է մեր կյանքի մեջ ժողովուրդ։ Հոգևորի կյանքի մեջ երևույթը իր թշնամին է։ Հենց մեր կյանքի մեջ աշկի երևույթը հելնում է հոգևոր կյանքի հետ պատերազմում, ճակատ տալի։ Իսկ եթե Հիսուսը չօգնես, դու կպարտվես։ Բայց փառք Տիրոջի, իմ դժվար օրերը Աստված օգնեց ինձ, որ ես աշկի երևույթի չտարվեմ։ Աշկի երևույթին շատ նշանակություն մի տվեք։ Այդ խոսքին նշանակություն տվեք, որ դա ձեր մեջ ձուլվի հավատքի հետ եւ ինքը սնունդ տա ձեր մարմինի եւ բժշկությունը առնելու այսօրվա դրությամբ։ Այսօր հիվանդի վրա ձեր եմ դնում արածուշը, я сам верю в это или нет։ Я сам говорю во имя Иисуса Христа ձերս դնում եմ վրան եւ քնակ բուր։ Արա դու ինքդ հավատում ես դրան։ Այդ խոսքը, որ դու հրճակում ես, քո մեջ դուլվավ հավատքի հետ, չէ՞ որ դու հրճակում ես այսօրվա դրությամբ։ Բայց եթե հրճակում ես, խիչի տեղի ունենա ոչ մի բան։ Հարցա, որ մտածելու տեղի կա տալիս իրենից։ Իրոք հարցա, որ մտածելու մենք հետո գիտեք ինչ ենք անում, մենք սկսում ենք պրիչիներ մանգալի, պատճառներ մանգալի, կամ էլ գցում ենք այդ հիվանդի վրա, ասում ենք դու вообще հավատ չունես, գնա կարթա ես իշտեղը մի 17 անգամ կրկնի երևի կբուժվես կամ չէ։ Բայց հարցը քո մեջ է, դու ինքդ вообще հավատում ես դրան, ինչ որ դու հրճակում ես այդ մարդու վրա։ Պողոս Արաքյալը к евреям говорит: «А возложение рук мы будем придерживаться». Ասում է այդեր կանենք, եթե Աստված թույլ տա մեզ։ Աստված եթե թույլ տա, մենք ձեռներս էլ կդնենք։ Մենք մարդկանց համար, բայց ասում է էդի հələ թողեք Միրանի վրա։ Էդել կանենք, եթե Աստված թույլ տա։ Եթե դու իսկականից խոսքը հավատքով ընդունում ես եւ այդ խոսքը քո կյանքիդ մեջ փոփոխություն է, արդեն քո ձեռքը թանի դիր հիվանդի վրա, հիվանդը կբուժվի։ Բայց եթե դու իսկականից հավատում ես այդ խոսքը։ Դրա համար ես ուզում եմ մնացել մի ժամ կուզենայի, որ մենք աղոթենք դրա մասին, ժողովուրդ ջան, որ աշկի երևույթը չթշնամացնի մեզի մեր հավատքի հետ եւ մենք կարողանանք այդ խոսքը, որ ստանում ենք, իսկականից ձուլենք հավատքի հետ, իսկականից ձուլենք հավատքի հետ, այլ ոչ թե ասենք այդ Երեմիա 21-ի մեջ 8-րդ խոսքում լավ է չէ գրում ընդ ահա լավ է գրում, բայց քո համար է գրած թե չէ։ Կամ Մատթեոս Ավետարանի 7-ի այնպես փիլիսոփայի տեղ ենք դնում մեզ, որ գնա գալիս է։ Բայց խիչ է այդ խոսքը կյանքիդ մեջ փոփոխություն տալիս, սիրելիս։ Արա խիչի տալի, քո կյանքիդ մեջ խիչի տալի։ Խիչի տալի քո կյանքիդ մեջ փոփոխություն։ Խիչի հրաշք տեղին ունեմ, քանի որ դու այսօրացան խոսքը լավ գիտես։ Խի եկեղեցի գալով է մարդ փրկվում։ Եթե դու Կիրակի օրը եկար, իսկ Արսեն Կիրակի օրը չեկավ, եթե օրեմը Արսենը չփրկվավ, դու փրկվար, սխալ է, սիրելիս, դա սխալ է։ Եկեղեցի ուղղակի գալով մարդ չի փրկվում։ Եկեղեցի գալով մարդ չի փրկվում։ Եվ չգալով էլ չփրկվում։ Մարդը փրկվում է խոսքով, որ ինքը ընդունում է եւ հավատքով իր աստամոքսի մեջ ձուլում է։ Այդքան բան, մարդը գիտեն, որ ինքը գալիս է ու նադել մեկ էլ գալիս են, որ հոգնած եմ, մլեմ չեմ քնում, նադել ննջում եմ, չեմ ջոգում, ինչա խոսացի, ատենց էլ էցում են տուն։ Դադար գալիս եմ, դադարգել էցում եմ։ Հետո ասում բախի հրաշքեղի չունեցի իմ կյանքիս մեջ։ Այմար դու ինչ ձև ես ընդունել այդ խոսքը։ Արեք ճիշտը խոսանք էլի։ Արեք ճիշտը խոսանք ուղղակի, ժողովուրդ ջան։ Այսօրվա դուքսա մենք սաղս ենք ուզում փրկենք մտնենք եկեղեցի արքայությունը։ Мы хотим спастись, и это нормально. Но словом ты можешь только спастись. Написано, Римлянам 10 главе написано, что вера приходит через слышание Слова Божьего. Через слышание Слова Божьего. Но если ты его просто так слышишь, и она не растворяется ее с верой, значит ты просто так его слышишь. Արա ոնց կլես մի ամսամեջ նատուրի մի հատ խոսք չկարանամ գտնել ես, որ ամեն մի խոսքը, որ ուզում եմ, ես չգիտեմ, Սուրբ Հոգին հանդիմանում է երևի ինձի, ինքը չէր թողում դաժե հրճակեմ ես այդ խոսքը, որ դա մենակ խոսք է ու օգուտ չի բերի իմ կյանքիս մեջ։ Իրոք բացում է Աստվածաշունչը, խոսքը կարդում եմ, որ իմ համար խոսք գտնեմ, առաջնահերթին հասկանում եմ, որ իմ հավատքը չի երիքում։ Գիտես, ոնց որ ջրի հորը բացես, բայց ուժ չունենաս ընդ ջուր վերցես։ Լուրջ բան եմ ասում ձեզ։ Ես չեմ վախենում խոստովանել, ես խոստովանում եմ, խոստովանությունը երկրորդ կյանք է դա։ Երկրորդ կյանք է։ Ես ուզում եմ այդ հավատքը ձեռք բերեմ, որ խոսքի հորը բացեմ ու ուժս երիքի, որ ինձ ջուր քաղեմ իմ համար։
Հասկանում եք դուք։ Եվ ես փառք եմ տալի, ես մի կաթիլ չեմ եղացել, որ ես երկու անգամ ընկել եմ հիվանդանոց։ Տերորդի, ես ասում եմ Տեր, շնորհակալ եմ քեզ, որ ինձ պատվալել չցրի, շնորհակալ եմ քեզ։ Ես հասկացամ դու ինչ ես ուզում ինձնից։ Լսի ժողովուրդ, եթե կամ դու վստահում ես Տիրոջը, կոնկրետ ինձով, կամ вообще չես վստահում։ Երրորդ տարբերակ չկա ընդհանրապես։ Հավատում ես կամ չես հավատում։ Երրորդ տարբերակը չկա։ Եվ այսօրվա դրության եթե խոսքը հրաշք չի տալում, չի բերեմ քո կյանքիդ մեջ մտածելու տեղ ես տալի։ Եթե խոսքը քո կյանքիդ մեջ փոփոխություն չի բերեմ, ուրեմն մտածելի դեպք է տալը։ Մի հատ перезагрузի տարա քեզ, մի հատ рассмотреть արա դու քեզ։ Իրոք դու այդ խոսքը ընդունում ես հավատքով, թե չէ։ Դրա համար այսօրվա դրության Պողոսը որ ոչ մենակ իրանց համար է գրում, այլ հիմա մեզ համար է գրում։ Իրոք այդ խոսքը ձուլում է քո հավատքիդ հետ, թե չէ։ Ես ուզում եմ հրավիրեմ ձեզ աղոթքի, խնդրեմ, ելնենք մի հատ աղոթք կանենք։ Тема сегодняшней проповеди «Вера нерастворимая», слово «нерастворимой веры». Я хочу, чтобы вы запомнили, это очень важно. Чтобы слово, которое вы получали, оно растворялось в вашей вере. Тогда исцеление придет. Тогда плевать на все, зоби вырает ткаться. Аминь, ничего раз ткаться на нас. Եթե դու դրան ընդունես, ոչ թե պրոստը ասես ամին, հավատքով ենք ընկանում ասում ամենակ կտնեմ իրան, իմ արնահոսությունը կայնել է, ու կտնեմ Հիսուսին արնահոսությունը կայնում է, որովհետև ինքը հավատում է դրան, ինչ անում է հավատում է դրան, ինքը իրոք ժան հավատում է, դու ոնց ես հավատացել, Աստված հորդ քեզի հետ բերեց տվեց ու իր այդ գնացիկ Հայաստանին, ինքը բողոքի նման էր աղբեր ջան, բայց դա քո խնդրանքի արդյունքն էր, որը որ դու հավատքով ես խնդրել Տիրոջը, ու Աստված չի կարող քեզ մերժել։ Չի կարող Աստված մերժի այն աղոթքը, որ հավատքով է հնչում։ Չի կարող մերժի Աստված։ Его уши, его внимание արդարի աղոթքի վրա է։ Եկեք աղոթենք, որ այսօրվա դրության մեր լսած խոսքը մեր հոգևոր ստամոքսներին ինքը հավատքի հետ զուլվի, որ մեր կյանքի մեջ ինչ-որ մի հատ բան տեղի ունենա, հրաշք տեղի ունենա, որ մեր հոգևոր մարմինը սամվի, ժողովուրդ սամվի, այլ ոչ թե պրոստակ դու գաս թե լսես ու այդաս հասնես միջով, դաժե տուն չհասնես, դուս գաս ավտոյիդ մեջ նստես եւ մոռանաս թե քարոզիչ ինչ է քարոզը։ Քարոզիչի մինա է։ Շատ մարդիկ կան, Հայկ աղբեր ջան։ Գիտեք ինչ եմ ասում, ես պրոստը զարմանում եմ մարդկանց։ Եվ մեղքս գալիս է շուշանք որ նման մարդիկ, երբ որ իրանք չեն ելնում բանում եկեղեցում խոսքի ժամանակ, վարսիկուր, որ ասեմ, պրոստը կշշմեք դուք։ Գիտեք ինչ է հարցնում ինքը։ Ասում է այն մարդուց ով քուրիկը հարցնում է քուրիկին ով եկեղեցում այլ է։ Գիտեք ինչ հարցնում, ասում է այն էս առայցուն այլ է, բան այլ է, եւ այն քուրիկը որ չի ելե, ասում է գիտեք ինչ հարցնում, ասում է բանա, հովիվը ինչ կաստում էր հաքը վրա։ Ինչ դու բաշկա էր հաքը։ Ես մնացել եմ բերանց բացի։ Այն մարդը ասում է դու вообще сапшаться мնաց։ Асма, расскажи мне, пожалуйста, в чем был одет пастырь, когда проповедовал? Какой костюм был на нем одет? Ну, представляешь человека, что интересует? Хайк, представляешь, это не первый человек, это не один, не 10 человек, Васик Худжан. Հարցնում է թե ինչա բանել, ինչա իր հակոստել, բայց ինչ հակել, բայց քուրիկը փարաբանության քուրիկը ինչ հակել է։ Այդ է քեզ է տակրեմ, ես չեմ հասկանում։ Ու այսօրվա դրության հայո, դրա համար այդ խոսքը որ Պողոս ասում է մեզ ասում։ Զգուշ եղեք այդ խոսքը, որ դուք չեք մարսում ձեր հոգևոր հավատքի հետ։ Դա շատ թանկ է նստելու հետով ձեզ։ Ձեզի պետք է ինչ այս մարկի 700 ռուբլի արժի, եթե ուզում եք այդ ասեմ։ Ամի անգամ ասեմ, մի նայեք դրան։ Ես կարող եմ вообще ընդհանրապես 100 դրամանոց մայքով գամ։ Այդ ինչ կապ ունի դրա հետ։ Այդ է քեզի հետ ակրի ամբողջ ծառայության մեջ։ Այդ թե ինչ հակացել է հովիվը, կապուտ գույնի բանա, ասում, ասում այն вот это черный галстук, который был с полоском, он надевал, Господи, ты во всем служении только этого видела, что ли? Это տեսել։ Ես ուզում եմ որ մենք չնմանվենք, մեր հավատքը չլինի նման ձևով ժողովուրդ ջան։ Ես չգամ ասեմ քնար այսօր փարաբանության ժամանակ ինչ ահաք է։ Հենց պատկերացրել, էլ ես իր փարաբանած երկերի մասին չմտածեմ, այլ մտածեմ թե ինչ ահաք է այդ մարդը, ես չեմ հասկանում։ Ну, Варсик, я слышал своими ушами это. Ես իմ ականջով լսել եմ այդ։
Տերը ողորմա լուրջ բան եմ ասում։ Եկեք աղոտ կանենք։ Փառք ես Տեր Աստված ջան։ Հայր Աստված, շնորհակալ եմ քեզ։ Այն խոսքի համար, որ դու տվել ես մեզ Տեր Աստված, եւ շնորհակալ եմ այն ժամանակը, որ ես անցել եմ Հայր Աստված, եւ դու ինձի այդ ժամանակի ընթացքում ցույց տուր մի հատ կարևոր բան, որ վստահել քեզ ուրիշ տարբերություն չկա։ Ռադիկալն довериться Богу. Как ты радикально, ուզում ես ծարեղություն ասա, ինչ ուզում ես ասա, դու պետք է վստահես, մեռնես էլ պետք է վստահես։ Դանիելին է, որ ուզում է գցեն գուբը, Դանիելը աղոթում էր, որ իրան չգցեն գուբը, բայց ընկավ գուբը ինքը։ Բայց որ ընկավ գուբը ինքը ընդ էլի հավատում էր ասում։ Աստված այն վաղ արուսները բերանը փակեց։ Հասկանում եք դու։ Նեշ է, որ դու կարաս ասես, ես էլ կարայի իմ սիրտս չարացնի ասել Տեր ջան, խի թույլ տվի, որ ես ինգնեմ ռեանիմացիա։ Բայց ինձ արդեն ուրախանում է, որ ես ռեանիմացիա չեմ ինգնի, ես ինֆարկտով չեմ եկել, ինվոտոր եմ եկել։ Բայց ի՞նչ եմ ընդել։ Աստված ասես ինչի՞ մի հատ ընդել։ Մի հատ էլ ինչի ընդել, հա, անոթները լավ, բայց ինչի։ Послушайте, это духовная жизнь, это не то, что Бог не допустил, чтобы с вами случилось, а наоборот допустил, чтобы случилось оно. Я так понял в моей жизни. Чтобы понять, кто есть Бог и что означает доверие Богу, Жан. Вот он почему допустил меня опуститься туда, на -1 этаж, где очень холодно, действительно. И ты лежишь там без никаких вещей, вообще никаких вещей нет у тебя, брат. Все знают, как лежать в реанимации. Холод вообще. Иисус, прошу Тебя, Господь, благословенное имя Твое. Я благодарю Тебя за Слово Твое. Я молю Тебя, Дух Святой, чтобы Слово, которое мы слышали, действительно растворялось верой нашей, Господь мой. Чтобы это Слово приносило чудо в нашей жизни. Господь, чтобы когда я высвобождал Твое Слово и говорил, Ты исцелен во имя Иисуса Христа, моя вера соответствовала этому и приносила соответствующий плод. Господь, потому что мы высвобождаем это Слово во имя Твое. Мы же высвобождаем это во имя Твое, Господь. Но если у нас нет веры, կոպեկի արժանի չի քո անունը Տեր Աստված։ Մենք այնքան դիշով ենք սարքում քո անունը Տեր Աստված, քո անունը տալով, որ ոչ մի բան տեղի չունենա մեր կյանքի մեջ։ Դա մեր թեավատության մեջ է, մենք այնքան ասում ենք Հիսուսի անունով, Հիսուսի անունով, որ Հիսուսի անունը օբշի տոգում կոպեկի արժեք չունի։ Ախի։ Խենք մենք նման ձևով վերաբերվում մեր Տիրոջը։ Չէ որ մեր Տերը մեկին ասում էր աշկերտը բացում էր, ասում էր դու բուժված ես։ Խի բայց, խի։ Այսօր մենք նման բան չենք կարող անել։ Բայց Հիսուսի անունով բարձրաձայն օգտագործում են։ Ինչ է, կլոնա, ինչ է, ցիրկի աշխատողը մեր Հիսուսը, չէ։ Խաչի համար ինչ համար է խաչվել, որ ես ու դու առողջ լինենք։ Խաչի համար ինչ համար է խաչվել, որ մենք այսօր պաշտենք մեր Տիրոջը։ Այդ արյունը, որ թափել է խաչի վրա, ինչ համար է թափվել, որ մենք մեղքերից ազատվենք։ Պաշտում ենք քեզ, Հայր Աստված։ Պաշտում ենք եւ մեծարում ենք քեզ, խոնարհվում ենք քո առջև։ Փառք ենք տալի քեզ, Հայր Աստված ջան։ Ես ասում եմ քավ լիցի, թող մեր կյանքի մեջ չլինի քո խոսքը, որ ձուլված չլինի հավատքի հետ, Հայր Աստված, որ քո խոսքը մեր կյանքի մեջ գործողություն ունենի, Տեր։ Խնդրում եմ քեզ, Հայր Աստված ջան։ Այո, ինֆորմացիոնный дар այսօր։ Дьявол, он так мешает нам, дьявол, он так грузит нас информацией своей, что мы все сейчас полны информации. Мы сейчас затронем любую тему, мы сможем дать информацию, приблизительную информацию на любую тему, начиная с атомной бомбы. Но это просто информация. Я не хочу, чтобы Слово Божие лежало в нас как информация. Она не нужна. 33-й Псалом, 9 стих, Давид говорит, вкусите Бога и увидите, насколько Он благ. Можно включить, да? 33-й Псалом, 9 стих. Человек, մարդը, որ իսկականից ճաշակում էր ասում, էդի խոսքի բարապաշարը չի, ժողովուրդ, խոսքի բարապաշարը նման բան երբեք չի գրի, Դավիթը երբեք չի գրի, երբ որ ինքը ճաշակեր ասում, ճաշակողը մենակար ասի, ինչ համ ունի, ճաշակողը մենակար ասի, ինչ համ ունի, ճաշակողը, ժողովուրդ,
Ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Ճաշակողը մենակ կարասի ճաշի համը։ Ինչի ուզես համը։ Ինքը ճաշակել է, դա բառապաշարի հարստություն չի, որ ինքը ջեբից էր անում։ Դա իր անձնական հարաբերությունը Աստծո հետ է։ Ես уզում եմ, որ մենք գանք ու մենք էլ ասենք ինչ համ ունի Աստվածը։ Եվ մյուս խոսքում ասում է, «Вкусите, Господи, и увидите, насколько сладок Он». Ասում է, համ տեսել եմ Տիրոջը եւ տեսել եմ ինչքան է քաղցր է։ Համ տեսել ես լեսօր դու Արսեն։ Համ տեսած են ռեանիմացիայում կասել այդքան բան էլի։ Չէ էլի, ոզորով չի։ Համ տեսել եմ ես, կարամ ասեմ, որ Տերը քաղցր է։ Չէ էլի։ Բայց Դավիթ ասում է, ես համ տեսել եմ Տիրոջը։ Եվ գիտեմ, որ ինչքան ինքը ողորմած, ինչքան ինքը քաղցր։ Ժողովուրդ, արեք համ տեսեն, արեք Հիսուսի նման, որ կայնած ինքը ասում էր, եւ ուզենայի վերջում մի հատ կարդանք էսի Վարսիկ Խոջան, խնդրում եմ։ Հովանես Ավետարան Հիսուսի ասած խոսքերն եմ ուզում, որ մենք Իոանna 6:53 стиха. Просто Иоанна 6:53. Ալելույա Իսուս ջան։ Հрьяաներն էլ իրար հետ կռվում էին եւ ասում. Սա ինչպես կարող է իր մարմինը տալ մեզ ուտելու համար։ Հիսուսն էլ նրանց ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդի որդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր Այն շարժ կարա տեղի ունենա կյանքի մեջ այ ախպերը։ Սուբանա, ելին դականցան մատը կա։ Իմ մարմինը ուտողը եւ իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի, եւ ես հետին օրումը կհարուցանեմ նրան։ Որովհետեւ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արյունը ճշմարիտ խմելիք։ Այո, ամեն։ Դալշա։ Իմ մարմինն ուտողը եւ իմ արյունը խմողը մնում է ինձանում։ Այո։ Եվ ես նրանում։ Վերջ, ժողովուրդ, դրանից իրան չկա աշխարհ։ Իրա ուտողը, իր արյունը խմողը, իր մարմինը ուտողը մնում է Հիսուսի մեջ։ Եվ իր այդ ամեն հրաշքին կատարվում է ժողովուրդ։ Եվ բժշկություններ է կատարվում ժողովուրդ։ Ով ասեց, որ դու պետք է հիվանդանաս, որտեղ է գրած, որ դու պետք է հիվանդանաս։ Չկա տես բան։ Փառք մեր Տիրոջը, փառք պատիվ քեզ Հիսուս ջան։ Շնորհակալ ենք այսօրվա համար Տեր։ Թող այդ խոսքը, որ դու այսօր խոսացիր, փոխի մեր կյանքը, փոխի մեր սրտերը, փոխի մեր մտքերը Տեր, որ հնչած խոսքը Տեր Աստված փոփոխություն եւ հրաշք տեղի ունենա մեր կյանքի մեջ։ Ես չեմ ուզում, որ քո խոսքը ինֆորմացիա լինի, Հայր Աստված։ Չեմ ուզում Տեր Հիսուս ջան։ Չեմ ուզում իզուր տեղ քո անունը տալ, որովհետեւ Աստվածաշունչը ասում է. «Не называйте имя Бога напрасно, не называйте, դա մեղք է»։ Հին ուխտում գրած է, որ Իսրայել ազգը Աստծո անուններ չէր տալի։ Իրանք գիտեն, որ Աստծո անունը Եհովա է, բայց Աստծո անուն չէր տալի։ Իրանք ասում են օրհնյալ լինի իր անունը, իսկ անուններ չեն տալի վախից։ Օրհնյալ լինի իր անունը։ Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը, որը որ արժանի է փառքին ու պատվին։ Երբ որ դժվարությունը գալիս է ձեր կյանքի մեջ, երբ որ դու ուզում եք տրտմեք, մի տրտմեցեք, խաչին նայեցեք։ Էդ է ինձ օգնե գետնի տակ իջնելու։ Բայց ասի Տեր ջան, խոսքեր չունեմ, բայց խաչ ունեմ, եւ քեզ ընդ խաչված ունեմ ես։ Եվ այն արյուն ունեմ ընդից թափված։ Նայեք խաչին եւ կտենաք, որ Աստվածը շատ բան արել է խաչի վրա մեզ համար։ Այն ինչ որ պետք է անել, ինքը արել է խաչի վրա մեզ համար։ Եվ Տերը արժանի է փառքին, պատվին։ Տեր փառք, պատիվ եւ մեծարան քեզ Հայր Աստված։ Շնորհակալ ենք քեզ Տեր Աստված։ Թող խոսքդ իսկականից, ասма слово Божие живое, оно живое, оно острее обоюдного меча, оно острее, чем меч, который проникает в человека, разделяет суставы его. Աստծո խոսքը շատ խորն է մտնում, որովհետև ասում է երկու, на русском с двухсторонней саблей он говорит, острия меча Слова Божьего обоюдно острое с одной стороны. Если меч он острый с одной стороны, а Слово Божие с обоих сторон острое. Այդ ձեր սուրա Աստծո խոսքը։ Փառք Տիրոջը ժողովուրդ ջան։ Թող Տիրոջ ասած խոսքը մեր մեջ կյանք լինի, գործողություն անի։ Թող Տիրոջ ասած խոսքը, որ մենք ընդունենք,
հավատքով մասի այդ խոսքը, որ մենք կարողանանք այդ խոսքից սնունդ ստանալ։ Եթե նա չձուլվի մեր ստամոքսում, մեր հավատքի հետ, նա չի կարա մեր մարմնին սնունդ տա։ Աստծո խոսքը սնունդ է մեր մարմնին, քանի որ մենք ուտում ենք Հիսուս Քրիստոսին։ Եվ մի նայեք դժվարությունը, թողեք, որ Հիսուսը մասնի ձեր ստամոքսների մեջ, մատդ մի տվեք, հետ տվեք իրան։ Հարկ պատիվներ մեծարանք Տեր Աստված։ Շնորհակալ եմ այսօրվա համար եւ այդ խոսքի համար, որ դու տվիր մեզ Տեր Հիսուս ջան։ Հավիտյանս հավետինիս ամեն։ Օրհնված եղեք։